Սիրելի հեռուստադիտողներ, ձեր ուշադրությանը կրկին ներկայացվում է Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այս անգամ Պետրոս Ղազարյանը իր տաղավար հրավիրելով մեր մշակմանն է ներկայացրել մի շատ յուրահատուկ անձնավորության, յուրահատուկ բառի բոլոր հնարավոր իմաստներով, առաջի տպավորությամբ Ռոմանոս, բայց իր էությամբ դրանից տարբերվող Ռոմանոս II, Ստյոպա Սաֆարյան։ Բաժանորդագրվեք Անտիֆեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք նաեւ այս մշակումը։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Մեր քաղաքական լեքսիկոնում արդեն ընդունված դարձվածք է հիբրիդային պատերազմը, անդադ քաղաքական գործիչները խոսում են հիբրիդային պատերազմների մասին, որոնք մղվում են Հայաստանում եւ Հայաստանի դեմ։ Ինչ է հիբրիդային պատերազմը, ովքեր են մղում եւ ում համար եւ ում դեմ։ Մենք այս մասին կզրուցենք միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ, բարեկո պարոն Սաֆարյան, եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Ինչի տնօրեն ասիր Պետրոս, արան այս բարդ բաներ ասիր, արա այս մարդը փաստորեն կարևոր մարդ է, մենք է դրել ենք Ռոմանոսի տեղը, այդ ցավտանը։ Ինչ ասիր, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն։ Հələ մի հատ մինչև այդ հարցերը տալը Պետրոս ջան, դες փաստորեն լուրջ մարդ է, ախպերիցի, արես եկա մարդ է, ախպերիցի, եկա մարդ է, փաստորեն Պետրոս Վազելոս ասում է, ինստիտուտի տնօրեն, հələ հարցուր ասա, ինստիտուտի տնօրեն, ձեր ինստիտուտի փող տնօրեն նովա չկա։ Հələ հարցուր ասա, ձեր ինստիտուտում բացի տնօրենից ուրիշ ինչ կա։ Չկա։ Մի հատ ինտերնետի կայք կա, Պետրոս, մտնում ես հետևյալ բաժինները, անձնակազմ, տարտայք, գործընկերներ, տարտայք, հաշվետվություններ, տարտայք, մենակ կա տնօրեն են, էլ ինչ, միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի տնօրեն։ Արա որ դու ես գտնում բերում Պետրոս, դու արա լուրջ եմ ասում, դու որ չբզբզես, չէ, այս մարդկանց տեղ ոչ մեկ չի մանա։ Փաստորեն Պետրոս, սա սովորական մարդ չի, սա մարդ լեգենդա, մարդ ինստիտուտ։ Դու տես մի նայ է համեստ իրա բանին, ասես պուճուր, ասեն կարող է մտածես ոտի չափա ու վсё։ Մեծ մարդ ասա, մեծ մտածող, իրա մտքերն են մեծ։ Հələ մի հատ հարցրու, ասա հիբրիդային պատերազմը ինչ է, այդ հիբրիդային պատերազմի հարցերով Պետրոս դու շատ ճիշտ մասնագետի ես կանչ, ասեմ միշտ պիտի հանրայինում տենց էլ պիտի փորձագետները գործից հասկացող մարդիկ խոսեն, օրինակ այս մարդը Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, մասնագիտությամբ երկրաբան ֆիզիկոս։ Հիբրիդային, միջազգային, անվտանգային հարցերով, ելով կարա մեզ, մեր հանրությանը տա կոմպետենտ, հստակ, բազմակողմանի տեղեկություններ, վերլուծություններ, կարծիք, եթե ոչ երկրաբան ֆիզիկոս։ Դու կարել բանն է կանչեր, գիտես ինչ, Սաքունցի, նայել քիմիկոս է, Դանիելին Նիոնիսյան, էնել ֆիզիկոս է, չնայած ինչ տարբերություն, դրանց արդեն կանչել ես, այս անգամ է մեր Ստյոպային կանչի։ Արա Ստյոպա, հա չէ, ուրիշ էր, նա Ասատրյան էր, քոնը ինչ էր, Սաֆարյան, հա, էնի Ասատրյան էր, հա, Հովանավանքինն եմ ասում, քոնը որ վանքն է, քեզ հələ չեն տանում, պատարակի բանը չեն տանում, պատարակ բան չես մատուցում, դու, ինչի չես մատուցում։ Այդ ցավը տանեմ երկրաբան ֆիզիկոսս քշի թույթ հա։ Ինչ է հիբրիդային պատերազմը։ Հիբրիդային պատերազմը դա Կլաուզևիցը շատ հայտնի խոսք ունի, ասում է քաղաքականությունը դա պատերազմի շարունակությունն է, պարզապես այլ մեթոդներով։ Ժամանակակից աշխարհում, որտեղ սոցիալական ցանցերի գլոբալիզացման շնորհիվ եւ պատճառով սահմանները ընդհանուր չեն համընկնում պետությունների
աշխարհագրական քաղաքական սահմանների հետ եւ շատ հեշտ է ներթափանցել տվյալ երկրներ, փոխկախվածությունները մեծացել են, բնականաբար ավելացել են նաեւ ճշնամական մտադրություններ իրականացնելու առումով գործիքակազմերը, որոնց միջոցով փորձում են այդ երկրում հասնել կամ քաղաքականության վերանայման։ Պետրոս, դու քո բռնած գործից գոհ ես, ասենք հարցը տվիր, պատասխանես, դու քո ասածից, քո տված հարցից բան հասկացար։ Այդ ցավը տանեմ, դու այն ամենահասարակ բաները 20 անգամ բացատրելուց նոր կարողա հասկանաս։ Հիմա բերել ես մի հատ գործից անտեղյակ մարդու հարց ես տալի, սա էլ այն է անտեր ու դու խոսում է։ Ասեք քո բռնած գործը քո դուրը գալիս է։ Բան հասկացար, թե քեզ օրինակներ են պետք, ինչ-որ բան է պետք։ Կարող եք օրինակներ ասել։ Սյոպա ջան, օրինակները քիչ է, էլի կարող է այս մարդը օրինակներով էլ չհասկանա։ Խաղալիքներ, եթե կա, ասենք խաղալիքներով փորձի իրան բացատրես։ Պետրոսեն Ալենը որ եկել էր ստե կարող է խաղալիք մաղալիք թողածել է ստե իր խաղալիքների դրանցով։ Կամ ասենք պլաստիրին, եթե կա մոդետ պլաստիրինով, կամ բան նկարելով, ասենք պատկերներ նկարես, կամ չոփիկներով, փայտիկներ, դնես դες պարզ բաներով էլի փորձ։ Ես գիտեմ դու հանճարեղ մարդ ես, մեծ մտածող ես դու, դες մեր ժամանակների միջազգային անվտանգային հարցերով դու տես շատ կարևոր շփումների մեջ ես, մեծ անհատ, բայց մեր Պետրոսը ինքը դες ոնց է, ինքը իր չափերը մեծ է, ինտելեկտն է փոքր, քո մոտ հակառակն է։ Քո չափերը փոքր է, բայց ինտելեկտը դա մեծ։ Այդ կոնֆլիկտը հիմա փորձենք ինչ-որ մի ձևի հաղթահարենք, էլի, տենց օրինակներով, փորձ մի քիչ բարձել քո մասշտաբով մի բան արա, էլի քո մասշտաբը մեծ է։ Քո մասշտաբով ասենք կարաս օրինակ Վահան Կոստանյանի հետ խոսես, Արարատ Միրզոյանի հետ խոսես, Փաշինյանի հետ խոսես, այդ դրանց, բայց այս մարդը մի քիչ խնդրում եմ պարզ բաներ, ինքը մակերեսային է։ Մի քիչ փորձի պարզեցնես։ Բարդ ես խոսում։ Կա մեր երկրի դեպքում մենք առանձնացրել ենք ինստիտուտում իդեպ շատ մեծ ծրագիր ունենք, չեմ ուզենա դրա մանրամասների մեջ մտնել, բայց 10 հարթության վրա մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք տեղեկություններ եւ փորձում ենք տվյալ ոլորտների զարգացումների տրենդների միջև կոռելացիաներով հասկանալ այդ համակցությունը, որովհետեւ հիբրիդային, ինչու է կոչվում հիբրիդային, պատճառը նաեւ որ այն կամ կարող է ռազմական եղանակների համակցել ոչ ռազմական եղանակներ։ Չէ, լավ Պետրոս, չի կարում այս մարդը օրինակները չի կարում բերի։ Դե լավ, այդ մի բանն մի հասկացի, հիմա դու էլ այդքան բան հասկացել ես, այդ մի բաներ մի հասկացի։ Բայց դες Սյոպա ջան, եթե գոնե մի քիչ այնց, չգիտեմ, էլի ամեն դեպքում փորձ, եթե ինչ-որ մի օրինակ կա, օրինակ ասա, էլի Պետրոսը всё-таки գոնե մի բան էս ամեն ինչից հասկանա, էլ էս մարդը։ Տեսեք, այստեղ իհարկե Ադրբեջանի դիրքորոշումը հանուն արդարության շատ ավելի մեղմ է դեմ լինելու առումով դիվերսիֆիկացման առումով, այնտեղ պայմանականություններ կան, քան Ռուսաստանինը, եւ սրա լավագույն օրինակը Ցորենի պատմությունն է։ Օրինակ է բերում, Պետրոս, քեզ էլ հոգի հարազատ օրինակ է բերում, ղազախական Ցորեն։ Քեզ տվել են ղազախական Ցորենի Սյոպա ջան։ Քեզ ոնց որ չեն տվել, գիտես, քո տեսքից չէր որ դու ղազախական Ցորեն կերած կլես, վրեթ հեչ բան չկա, ղազախական Ցորեն կերած մարդու տեսք չունես դու, տես, լստենայի, այսենց ալում, ղազախական Ցորենը ուտողա, տեսքի պիտի կա, բա համակցված կերը, դա առաջին հերթին հենց մկանային հույծվածներն է զարգացնում, դա հենց այդում է հիմնականում սատուներին են տալի, տես, քո տեսքից չէր որ դու բան ես կերը, ղազախական Ցորեն ես կերը։ Բայց ամեն դեպքում այդ օրինակը շատ հոգեհարազատ կարող լինի մեր Պետրոսին։ Մատլա ղազախական Ցորեն, դավայ։ Լավագույն օրինակը վերջին օրերին դա դիզվառելիքի եւ բենզինի Հայաստան տրանսման խնդիրներն են, հիշեք ինչ նարատիվներ էին բերում, որ ըստ էության մենք
էլի մեզ կտրում են Ռուսաստանից, Ադրբեջանով եկածորենը թվատն է, անասնակեր է, մենք այսօր այդ անասնակեր ենք ստանալու, Ադրբեջանով ծորենի գալու դեպքում դա թունավորվելու է, կախվածության մեջ են ընկնելու, նույնը հիմա դիզվառելիքի դեպքում ասում են ուղղակի Ադրբեջանին տրվում է Հայաստանի վրա ճնշման լծակ, գործիքներ, եթե մենք փորձենք նրանցից գնել այդ վառելիք, բայց խնդիրը նա է, որ մի րոպե, դիզվառելիք պիտի գնենք Պետրոս Ադրբեջանից, օրիդի լավ։ Այսինքն, բա եթե Ստյոպա ջան, իրանցից դիզվառելիք վերցնենք, բա մենք տեղը ինչ պիտի տանք։ Ինչ որ մի բան պիտի տանք, չէ, որ դիզվառելիքը վերցնենք, խո ձերի չի։ Ապրանքափոխանակություն պիտի լի, չէ։ Պետրոս, օրինակ, ինչ ես կարծում, դու առևտրից հասկացող մարդ ես։ Օրինակ, որ Ստյոպային մենք տանք Ադրբեջանին։ Քանի լիտր դիզվառելիք կտան։ Հələ մատ նայ ասա։ 5 կտան 5։ Չեմ կարծում։ Օրինակ քեզ կարող եմ 20 լիտր տան։ Բայց դե չեմ կարծում որ 5 լիտր կտան։ Դրանք իրանց հաշվարկը գիտեն, դրանք իրանց չափը գիտեն։ Հենց այնպես չեն տա։ Ինչքան կտան Ստյոպա ջան, ինչ օրինակներ կա դրա հետ կապված, ասենք այդ առևտրի, ինչ ալնելու։ Այս շրջանակները, այս խմբերը, որոնք գործում են, ակնհայտորեն անտեսում են մի հանգամանք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մտածելու կարողություն ունեն եւ հրաշալի հասկանում են, որ եթե երկիրը նույն ապրանքատեսակի մատակարարումների տարբեր ուղղություններ է ստեղծում, դա ճիշտ հակառակը, դրանք մեծացնում են անվտանգությունները եւ հակառակը միակողմանի կախվածություններն են, որ միշտ նախկինում բարձա, այսինքն Հայաստանի ժողովուրդը ասում է իր հաշվարկները գիտի ու լավ էլ հասկանում է, ինչ կարելի է տալ, ինչ կարելի է վերցնել։ Օրինակ, ես էլ եմ կարծում, որ ամեն դեպքում ձեռը տալի Պետրոս։ Հիմա եթե կտան իհարկե 5 լիտր սայլար կանել է ահագին բանա։ Ահագին բան, ասենք կարելի է մի հատ գյուղացի իր տրակտորի մեջ լցի 5 լիտրը ահագին մի 5 կիլոմետր տեղ կետա։ Ձեռը տալի։ Չէ, ձեռը տալի։ Մեզ ակնհայտորեն հասկացում է, որ կանջատվի գազը կամ կթանկացվի գազը կամ կպահանջվի գազի դիմաց կուտակված պարտքը կամ գազը մեզ կվաճառվի եվրոպական ուրեմն սպառողների համար նախատեսված գնով։ Պետրոս, արա կարող է դու լավ չես Պետրոս։ Հիվանդ ես դու։ Այսօր ամսի քանիսն է։ Անչի լավ չես զգում քեզ։ Հա՞։ Բախի չես ընդհատում։ Լսի, հիմա սրա փոխարեն, որ ըստե նստածել էր մի հատ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ժոպե մեկենի մի նախադասություն ասել էր դու բերին գալու էր, մի նախադասություն ասել էր դու մի հատ հեգնելու էր, չգիտեմ, գցելու էր, խնդալու բա։ Արա մի ժամը ապուշ դուսա տալի։ Ասի քեզ դուրս բանա, հա, քեզ սենց հաճելի է հիմարություններ լսել, սենց ոնց որ սիրտդ յուղ են, չէ, որ այնց հիմարություններ են դուս տալի, սենց ոնց որ ուղեղա խառնը սենց սիրտդ սենց զգացմունքները դու բանականությանը այդ բանը մած յուղ են, էլի հիմարություն է։ Արա մի ժամը խոսում, անչի չես կտրում սրա ձենը։ Այսինքն ինչքան պետք է սա խոսի տենց հիմար բաներ։ Ոչ ամենևին Ռուսաստանի ներքին սպառման գներով կամ ուրեմն հայ միգրանտների, աշխատանքային միգրանտների կամ կոպիտ ասած խոպանչիների իրավունքների վատթարացման էին սպառնում։ Հիմա ակնհայտորեն այս գործիքների մի մասը էֆեկտիվությունը կորցրել է։ Ստյոպա ջան, ինքը չի կարում քեզ ընդհատի, ես ընդհատեմ, էլի, այդ էտիկետաս ուրիշ տեղ խոսես, էլի, մենք այդքան ներք չունենք։ Դու կոնկրետ Պետրոս ոնց էր ասում, օրինակով կարաս մեզ ասես, հիմա որ երկրներն են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում։ Հատ իմանանք էլի մեր թշնամիներն ովքեր են, այ ախպեր։ Ինչ էր կոչվում Պետրոս միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կարծիքը մա տնօրենից իմանանք էլի։ Ոչ թե հաշվապահից։ Հա տնօրենից իմանանք որոնք են, ովքեր են մեր թշնամիները, ովքեր են մեր դեմ հիմա պատերազմում հիբրիդային։ Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդ տեղում Ադրբեջանն է, երրորդ տեղում Թուրքիան է, չորրորդ տեղում Իրանն է, ներողություն 5-րդ հարց կա այստեղ, խաղաղության խաչմերուկի հետ կապված, չուզեց այդքան շատ ծանրաբեռնեմ, դա Վրաստանի հետ կապված դիրքավորումն է։ Իմացար Պետրոս, փաստորեն մեր թշնամիները, որոնք մեր դեմ հիմա պատերազմ են վարում, Ռուսաստանն է, Թուրքիան է,
Ադրբեջանն է, Իրանն է, Վրաստան։ Արա փաստորեն մեր բոլոր հարևանները մեզ ճշտամի են, արա Պետրոս։ Ըստ այս հանճարեղ մար։ Լսի, Ստեփան ջան, բա Ադրբեջանը եւ Թուրքիան, բա մեր բարեկամները չեն։ Բա մեզ ծորեն չեն տվել։ Բա մեզ անասնակեր չեն տվել։ Բա մեզ դիզվառելիք չեն տալու։ Բա դրանք համ դիզվառելիք են տալի, համ մեր դեմ պատերազմ են։ Դες բան կլինի Պետրոս։ Արա բա նրանք մեզ ղազախական 4-րդ կարգի անասնակերը տվել են, որ ուտեն էլի, ով որ ուզում ա որ ախորժակ։ Բա դրանք համ մեր պատերազմ են վարում։ Արա Ստեփան ջան, ոնց որ խոսածների մեջ մի բան չի բռ։ Այդ Թուրքիային Ադրբեջանին հանել է ցուցակից։ Թող մնան մենակ մեր ճշտամիները, մեր դեմ պատերազմ վարողները, Ռուսաստանը, Վրաստանը, մեկը Իրանը։ Այն երկուսին հանի։ Ադրբեջանն ու Թուրքիան, դրանք մեր բարեկամներն են։ Խաղաղության համաձայնագիր թրիփ այց, թրիփ։ Բայց այդ երկրները ձեր ասած գործիքակազմ չունեն։ Գործիքակազմ չունեն։ Հայաստանում գործիքակազմ Ռուսաստանը ունի։ Դրանք սա Հավայի երկրներ են, էլ այդ Վրաստան, բան, Իրան, բան, դրանք դե ասեցինք Ադրբեջանն ու Թուրքիան հանեցինք այդ ցուցակից, այն Հավայի երկրներն էլ հանենք, որ գործիքակազմ չունեն, մնում է մեզ դեմ պատերազմող երկիրը, մնաց փաստորեն մենակ Ռուսաստանը։ Ռուսաստանը մեր ճշտամին դուս եկավ էլի, ասենց ըստ միջազգային եւ անվտանգային հարցերով ինստիտուտի տնօրենի։ Ախպետ դու շոֆեր էլ ունես, տնօրեն մարդ ես, շոֆեր, այդպես բաներ ունենաս, քեզ ախրանա է պետք։ Քեզ ախրանա է պետք։ Ռուսաստանը ունի։ Ադրբեջանն էլ ունի։ Ադրբեջանն էլ ունի։ Դեռ այդ մի քիչ չափազանցություն չի։ Չեմ չափազանցացնում, գիտեմ, որ մի քիչ ավելի հստակ հայտարարությունների դեպքում չի ցանկանա որ ինձ ստիպեի կանոններ տալ, բայց այդքան պատահականություններ չեմ համարում նարատիվների ամբողջական կրկնությունը։ Մարդիկ կա, ոնց որ առավոտից իրիկու նստած լինեն, կարդան Ալիևը ինչ հայտարարեց, անջապես լայվ են մտնում, ասում են, բա գիտեք Ալիևը սա ասեց։ Ասենք մենք բոլորս կարող ենք կարդալ Ալիևն ինչ ասեց։ Իսկական է, էլի Պետրոս, որ ճիշտ ասում է։ Ալիևն էլի, ապուշ Հավայի դուսա տալի, էլի։ Այսքան ժամանակ Ալիևի որ ասածնա իրականություն դառը, որ մենք այդ դրա ասածները բանի տեղ դնենք, ստե նստենք, լսենք, թե Ալիևն ինչ ասեց։ Եղա դուսա տալի էլի։ Եվ որ մենք պետք է Արծրուն Հովհաննիսյանին լսենք, որպեսզի կարողանանք հիբրիդային պատերազմներից պաշտպանվենք։ Արծրուն Հովհաննիսյանը չէր ասում, մենք խախտել ենք, կարողա չենք խախտել։ Իսկ Ալիևն ինչ էր ասում։ Ապուշ էլի։ Հələ ասում էր Ֆիզուլի բիզիմ դիր, Կոբատլի բիզիմ դիր, Հադրուտ բիզիմ դիր, Շուշա բիզիմ դիր։ Ապուշ էլի, ասի սուտ։ Այդտենց ստից թեզերը տարածում են, մեր հասարակությունն էլ փոխանակ լսեն այ մարդ ճշմարտախոս Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում, Արծրուն Հովհաննիսյանն ինչ է ասում, մեր մյուս ղեկավարներն ինչ փոխանակ դրանց լսեն։ Դստած Ալիևի ասածն է, բանի տեղ են։ Հիմար դից դուսա տալի, զանգես որի միջանց։ Արևմտյան Ադրբեջան։ Սրանք է վերցնում են այդ հիմար բանը, որ մեկն է դրա ասածներից մինչև հիմա էլ է։ Ադրբեջանում եւ որ ինչ որ մի բան շպրտում են դեպի մեր ինֆորմացիոն տարածություն, նաեւ մոնիտորինգ են անում եւ հետեւում են մենք ինչպես ենք դրան արձագանքում։ Եթե մենք արձագանքում ենք դրան ցավագին, ապա հասկանում եմ, որ դա մեր ցավոտ կետն է։ Բան են անում, շպրտում են, ատերմես ինչ ասում, ասում Ադրբեջանից պիտես մի բան է շպրտում, ստե մեր մոտ։ Ու նայում են մենք այն բանը գյուղի նման էլ, ասենք այն տատիկները բան ոնց են, ծորենը Ղազախական կլինի, հայկական կլինի, ինչական կլինի, ծորենը որ լցում ես հավերի դեմ է, հետո նայում ես տենում ես, չէ, հավերն ուտում են, թե չեն ուտում, բան։ Հիմա Ադրբեջանից էլ ատեն։ Ասես ծորենը վերցել են, ցպնել են, հիմա տենում են, ով է ուտում, ասենք, ով է ռուսական ծորեն ուտում, ով որ մեկն է, ասենք, Ղազախա, հիմա կարող է մեկը կա ռուսական ծորենակեր է, ենթադրենք մարդիկ կան, ամեն դեպքում այդ պրոբարա, Ստեփան ջան, այդ Ղազախականը։ Կարող է դուրդ գալիս է դու էլ ես ուտում։ Մի քիչ թող շնոր կա էլի վրետ, ասեմ, մի քիչ երեսներդ կլսվի, գույնը կգա տեղը մի քիչ։ Բանը կարող է ուտես դու, հիմա դուրդ չկա չես ուտի։ Դուրդ կգա ունենք, ստացել ենք։ Ըստ քեզ հաստատ քերիքի։ Մատ ամեն դեպքում Պետրոս ջան բան արա։ Այսօր Ստեփային մատ հրավիրի ընտրիքի։ Մոմի լույսերի տակ հրավիրի մի հատ ղազախական շիլա ուտելու։ Այսօր դուք Պետրոսի հետ կետակ ընտրիքի։ Ադրբեջանցիներն հետո տենան ուրախանան։
Եկեղեցին այս ամեն ինչի մեջ կա թե չկա։ Ցավոք կա, ես 20 թվականից հետո պատերազմի շրջանում արդեն նկատում եմ եկեղեցու կողմից ինձ համար չափազանց ցավագին եւ անհասկանալի վարքագիծ, փորձում էի ծանոթ հոգեորականների միջոցով ուղերձներ փոխանցել, գրառումներով։ Իրագրառումները լավն են, Պետրոս, կարդում ես իրագրառումները։ Պետրոս, եթե ուզում ես ինտելեկտուալ զարգացման պրոգրես ապրես, դե դու դրա կարիք ունես, էլի դու տենց էլ նորմալ ոչեր սովորալ է տան։ Ախեն թվերին է, եւ կարա տենց նորմալ կրթություն բան դու էլ է։ Եթե ուզում ես զարգանաս, Պետրոս, այս մարդու միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի տնօրենի Facebook-ի էջից դուրս մի արի։ Սողոմոն իմաստուն։ Ասենք դու կարող անդե գրած լինի Ստյոպա Սաֆարյան, Ռեգինա Պիվազյան, չգիտես բան, կապ չունի։ Սողոմոն իմաստուն։ Այդ դու իր մտքերը կարդա, ու դու կզգաս, թե որ ուղղությամբ է պետք է, ինքը ամեն ինչը այտենց որսում է, մի այլ ձևի որսում է ու կարողանում է ճիշտ ակրոբացիա անել ու լավագույն ձևով ներկայացնել հասարակությանը։ Ինքը շատ մեծ մարդ է, Պետրոս, շատ մեծ մարդ է, որ իդ քայլ կատարեմ, բայց հետո անցավ ժամանակ եւ ես հասկացա, որ դա այդքան պատահականություն չի եւ դա ամենևին կաթողիկոսի կամ հոգեվոր դասի մոտ գործող իշխանության վարչապետի նկատմամբ ազնական տրամադրվածության խնդիր չի։ Կա այլ արտաքին պատվեր եւ թերևս դրա լավագույն ցուցիչը կրկնում եմ դա սրբազան պայքարն էր եւ նաեւ այս տարվա ամռանը բացահայտված պլանը։ Այդ արտաքին պատվերը, Պետրոս ջան, դա գիտես ինչ, ասենք որ ուրիշ երկրից այստեղ Հայաստանում ինչ որ մեկին գտնում են, մթոմ ՀԿ-յա ինքը կամ չգիտեմ, մթոմ ինստիտուտ է, տենց բան էլ տենց, փող են տալի դրսից։ Ու ասում են Ռեգինա ջան, էս արա, Ստյոպա ջան, էս արա, Դանիել ջան, էս արա, Արթուր ջան, էս։ Կոնկրետ էդի կոչվում է արտաքին պատվերով հիբրիդային պատերազմ։ Հիմա ասենք թե օրինակ այս մարդը փաստեր չունի, տենց խոսում է, չէ՞։ Բայց ասենք օրինակ հիմա մեկը ուզում է փաստերով իմանաս, ասես իսկ քո ֆինանսավորումը որտեղից է, չէ՞։ Օրինակ քրոջ հետ կապված խնդիր չկա, Պետրոս ջան։ Քույրը Սեդա Սաֆարյանն է, գիտես, մեր կողմից բոլորի կողմից շատ հարգված, սիրված, Սահմանադրական դատանի դատավոր է, իրանք 2021 թվականին քուր եղբայր, դες մի հատ երգեք այ չէ, քույր, բան, այնտեղ մի հատ ուրիշ քույր եղբայր, չէ, դրանք քույր եղբայր չէին, դրանք քաղաքական գործընկերներ էին, բանը Բաբաջանյան Շիրինյան դաշինք։ Այդ Բաբաջանյան Շիրինյան դաշինքի կազմում падգամավորի տեխնացուներ էին։ Բայց քանի որ քույրը նաև շատ լավ իրավաբան է, շատ ճանաչված, ու չնայած մինչև հիմա ոչ մի օր միտեղ դատավոր չի եղել, բայց միանգամից դառավ Սահմանադրական դատանի դատավոր, ու թե ինքը ամսական ինչքան փող է ստանում, դա մենակ պետական բյուջեից է, գույքի եկամուտների հայտարարագրում ֆիքսած է, այնտեղ ոչ մի խնդիր չկա։ Բայց ասենք օրինակ իր հետ կապված մտնում ես այդ իրանց ինստիտուտի կայք, ուզում ես տենաս այս մարդիկ ֆինանսավորումը որտեղից է, մարդը չէ, ասենք լույսը բացվել է, սա առավոտը զավտրիկին հացա չէ կերե։ Հա, մտածում ես որ չի կերե։ Լավ ասենք թե սիստեմա գոնե ընդունում է, ինչ որ մի ձևի սնուցվում է, չէ։ Հիմա ասենք որտեղից ոչ մի տեղեկություն չկա։ Ով է փող տվե, որտից է տվե, ինչքան է տվե, ինչի վրա է ծախսե։ Այդի կոչվում է հիբրիդային պատերազմ, Պետրոս ջան։ Այդ եթե դու այսօր տաղավար կանչածել էիր ոչ թե երկրաբան ֆիզիկի ու հարցներ ինչա հիբրիդային պատերազմ, այլ իսկական մի հատ անվտանգության հարցերով զբաղվող մարդու ինքը սրանց մասին քեզ մանրամասն կպատմեր բոլորի մասին, որը կարդում եք եւ հասկանում եք թե որ մայրաքաղաքում է դա կարդ։ Ես նույնիսկ մեկ փաստի եմ ուշադրություն հրավիրել պարոն Ղազարյան։ Այդ պլանը նույնիսկ այնքան զռացող էր որ թարգմանվել է ռուսերենից որոշ հատվածներ, որովհետեւ ամբողջությամբ պահպանված էր ռուսական շարահյուսությունը նախադասություններում։
չափազանց ճճացող էր եւ նաեւ այնտեղ այն գործիչները, որոնք նախատեսված էին, որոնց վերապահված էր որոշակի դեր, այսպես կոչված 0-ից մինչեւ 6-րդ փուլանոց գործողություններով, որոնք պիտի հանգուցալուծվեին սեպտեմբերի 19-ից մինչեւ 24-ը ընկած ժամանակահատվածում, այդ կուլմինացիայի համար նախատեսված գործիչների ցանկում դուք տեսնում եք ռուսական օլիգարխների, ռուսական գործիչների անուններ։ Մի րոպե, Ստեփան, դու այդ ռուսականից թարգետի մենք գիտենք։ Դու ասա թուրքական լիրայի կուրսը հիմա ինչքան է։ Արես վերջերս տեսար դրանց կուրսը ուր էր խփել է։ Հիմա կարգավորվել է էդի։ Դու ունես բաներից խոսա, որ մեզ հետաքրքիր լինի այդ հավատանում։ Օրինակ ադրբեջանական մանաթից խոսա։ Դու ունես բաներից խոսա, որից որ դու ինչ-որ մի ձևի հասկանում ես, էլ այ ախպեր։ Թե չեն այնց ապուշ, ինչքան կարելի է խոսալ է Պետրոս։ Դու նստած ռուբելնիկը տանջը դնստե, բավականություն ես տանում էլի։ Ներառյալ նաև Սամվել Կարապետյանի եւ այդ ամբողջի գլխին կանգնած էր եկեղեցական այդ շարժման մեջ ներգրաված էին եկեղեցականներ, որոնց գաղտնալսումները ցույց էին տալիս, որ ընդհանուր նրանց ձեռքերով էր փորձարվում իրականացնել նույնիսկ սպանություններ, հա, հայտնի գաղտնալսումները։ Արա վայ մենա Ստեփան դու մենակ սպանությունը գիտես այդ հավատանը։ Այախպեր գիտես չեն ուզում անեն։ Դուք էին ուզում վառեին թունելներում, բա լավ էր բռնին չթողին այախպեր, բա Պետրոս հիշում է, արա մոռացա գնաց, դա չի կարելի է, բա աստղիկները, որ պիտի սենց աստղիկները ոչ աստղիկը կար, ոչ ցպնողը կար, ոչ բերողը, ոչ ինչի բան, աստղիկները, արա ինչերա կանխվե, մաղաջեց, այ դրա համար պիտի անվտանգության հարցերով ինստիտուտը անընդհատ ներգրաված լինի այդ process-ի մեջ, որ այդ անվտանգության հարցերը լուծի, որ մենք անվտանգ ենք։ Մենք պիտի Պետրոս մեր երկրի անվտանգությունը վստահենք փորձառու բանիմաց երկրաբանների, որ նրանք կարողանան երկրի բանը բանեն։ Ինչ կպատահի կամ ինչ կհասնի ինձ, եթե սպանեմ վարչապետին, արտգործնախարարին, ազգային ժողովի նախագահին։ Ով դու ես ուզում սպանես, այդ բանեմ գործ չունես, չանես դες բան։ Թող դրանք իրանց կյանքով ապրեն, ինչ կլինի։ Դու գործ չունես, չխառնվես այդ գործերի մեջ։ Դու հակառակը դու դրանց անվտանգության հարցերով պետք է զբաղվես։ Եվ դա ինձ համար տեսանելի դարձավ նաև այն ժամանակ, երբ վարչապետը այցելություն ունեցավ մեր Բալթյան երկրներ եւ նրան այնտեղ դիմավորեց ուրեմն պարոն ներողություն Սրբազան Միրզախանյան, Վազգեն Միրզախանյան, ճիշտ եմ ասում, հա։ Պարոն չէ, մեր անուշ աղբեր։ Եվ դրան հաջորդեց եկեղեցու խիստ քաղաքական հայտարարությունը այն անմեղ արտահայտությունների համար, որ նա արել էր։ Իսկ ինչ էր նա արել։ Նա ուղղակի որպես հոգևորական ողջունել էր, որ Հայաստանը ուզում է խաղաղություն, դեպի խաղաղություն գնալ, եւ նա ուղղակի Հայաստանի քրիստոնեական ինքնությունը կապել էր եվրոպական քաղաքակրթության հետ եւ ավելի խոր ինտեգրումը ողջունել էր։ Ինչ էր արել այդ մարդը, Պետրոս ջան, ընդհանրապես այդ մարդը ապրիլի 27-ին ընդունում է օրհնում մի վարչապետի, ով որ դրանից 3 օր առաջ ապրիլի 24-ին իսկի վեհափառեց Ծիծեռնակաբերդի այցելում։ Հիմա ասենք թե եթե նա վեհափառի ներկայացուցիչն է, թեմի առաջնորդն է, եկեղեցու ներկայացուցիչն է, եկեղեցու ղեկավարի վեհափառի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցույց տվող մարդուն հարգանք է ցույց տալի։ Ասենք պատկերացնու եք նույն բանը Նիկոլ հետ էլ, ասենք պատկերացրու Նիկոլը մի երկրում մի հատ դեսպան նշանակած լինի, ու այդ դեսպանը ընդունելության արժանացրած լինի մի հատ ընդդիմադիր գործչի։ Ասենք Ռոբերտ Քոչյանը այցելի մի հատ բան Մերզբալթյան երկրներ, ունդեղ Հայաստանի դեսպանը գնա դիմավորի, պատվի, հարգանքի արժանատես ինչ կանի Նիկոլ Փաշինյանը քո կարծիքով այդ դեսպանին Պետրոս։ Հիբրիդային պատերազմ կանի դրա հետ։ Ոչ ավելին։ Եթե ես ասեմ, ես այդ հոգևորականի խոսքում նկատել էի որևէ, այսպես ասենք, անթույլատրելի քաղաքական հայտարարություն,
ես կներեք այլ դիրքորոշում կունենայի, բայց եւ որ դու դրան տեսնում ես ցավագին հայտարարությամբ արձագանքում է անմիջապես մայրաթորը սաստելով եւ պահանջելով, որ նա այլևս նման հայտարարություններ չանի, որովհետեւ դա կարող է, չգիտեմ, տարբեր ընկալումներ արժան, այն դեպքում եւ որ ինքը նույն կաթողիկոսը կարող էր օրինակ այս տարվա նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի ամանորյա իր ուղերձում ամբողջ իր ուղերձը դարձնել քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Բա լավ էր չթողեք Պետրոս ջան, այ մարդ, արդեն 2 տարի դուք չեք թողնում, չէ՞ որ վեհապարի ուղերձը հմեկով հեռարձակվի։ Ախպեր լավ եք անում, գործ չունեք, դա հիբրիդային պատերազմ է, կռիվ կբերեք գցեք հմեք։ Գործ չունեք Պետրոս ջան, թույլ չտաք ախպեր։ Պետրոս ջան, Նիկոլից բացի ուրիշ ոչ մեկ էլ ասենք այս տղերք էս հիբրիդները Նիկոլ Փաշինյանը ու հիբրիդները։ Հիբրիդներ կլինի, ամիոբաներ կլինի, հողաթափիկ ինֆուզորյաներ, մենակ դրանք պիտի գան ու հմեկից խոսան, թե չէ կաթողիկոս եկավ, հմեք ուղերձ արեց, ամանորի ուղերձ։ Պաժաստ, հիբրիդային պատերազմ։ Թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի արտաքին քաղաքականություն, ասենք դուք ոնց եք ուզում ու ըստ որում դա հակադրել պետության կողմից ուրեմն վարվող արտաքին քաղաքականությանը, ստեղծել վտանգներ, ռիսկեր այդ պետության համար եւ ավելին դեմոնստրատիվ գնալ այն երկրներ, որոնց կապակցությամբ երկրի ղեկավարությունը եւ հասարակություն լայն կոնսենսուս ունեն, որ այնտեղ չպիտի գնանք, որովհետեւ այդ երկիրը մեծ ցավ է պատճառել, մեր շահերի դեմ գործել է, դա Բելարուսներ։ Պետրոս ջան, ասենք Նիկոլ Փաշինյանը Բելարուսի հետ խնդիրներ ունի։ Մենք այլևս վերջ ախպեր։ Մենք պիտի չգնանք ոչ մեկ։ Ուզում եմ հոգեվորական լես, երկիչ ես Բելարուսից հրավեր ես ստանում, որ պիտի գնաս ընդ ասենք թե մի հատ հարսանիք երկես, գնայում ես ստոպ։ Մեր վարչապետը ասել է Բելարուս չպիտի գնանք, ու արդեն պիտի չգնաս։ Հո ասենք Մինսկում մի հատ բարերար, ազգային բարերար կառուցել է մի հատ հսկայական եկեղեցի։ Դե դու տես բաներից խաբար չես, դու մենակ տուն, ավտո, բանկոն հետա, չէ՞, բայց մարդ կա Պետրոս ջան, որ եկեղեցի, հայկական եկեղեցի է կառուցում օտար երկրում։ Եվ հիմա այդ եկեղեցին կառուցվել է, պիտի այդ եկեղեցին օծվի, որպեսզի հավատացյալները գնան ընդ։ Կիսյոպան ասում է, չհասկացանք, ախպեր։ Կաթողիկոսը ինչի է գնում Բելարուս, նորակառույց եկեղեցին օրհնելու, եթե Հայաստանի վարչապետը ասում է, որ պիտի Բելարուս չգնաք։ Եթե գնում ես, ուրեմն դառնում ես պետության թշնամի, որովհետև պետությունը դա վարչապետն է, ինքն է, որ վերջերս երկիրը պետք է դառնա Հյուսիսային Կորեա, թե չէ։ Հələ մենք նոր հասնում ենք Ադրբեջանի մակարդակի։ Բայց մենք պիտի առաջ անցնենք։ Բա Եվրոպայից մենք աջակցություն ենք ստանում ինչի համար, որպեսզի ժողովրդավարական ինստիտուտները զարգացնենք, ազատությունները մեծացնենք, քաղաքացիական հասարակությանը, որ ով իր ու ինչ ուզում է իր մտածմունքները, իր ցանկությունները, իր մտի, բայց այդտեղ հակառակը ստե մենք պիտի կարողանանք ճիշտ մեզ համար պիտի ընդունելի լինի Հյուսիսային Կորեայի մոդելը։ Իսկ մեր վարչապետը լրիվ համապատասխանում է այդ չափանիշներին։ Մենք պիտի աստիճանաբար ձգտենք գնանք, թե չէ մեկ է տենում ես վեհապար գլուխը վերցը գնաց է եկեղեցի այմար դու եկեղեցու հետ իր գործ ունես ով տես է վեհապարը դա եկեղեցի օրհնի ով տես է բարերարը եկեղեցի կառու իմիջիալոց Սյոպա ջան որպես միջազգային անվտանգային հարց հələ մա ճշտեք տեսեք այդ եկեղեցու բարերարն ով է բռնեք բերեք գցեք բանտազայսա կտնաս պետության համը որ մենք ստից ասում ենք ընդ Բելարուսը պետք չի ոչի բան անել դուք հերիք չի Բելարուսում հայերով ապրում էլ մտ հավաքվեք ընդեղի սաղատ հայերով դուս եկեք էլ մտ մեր վարչապետը չի ուզում ընդ հարաբեր բոլոր հայերը պետք է մի օրում դուս գային Բելարուս ուրեմն դուս չեն եկե հերիք չի Պետրոս հետ էլ մի հատ ընդ ապրում են հաջողություններ են ստեղ իրենց հաջողություններն էլ իրենց ժողովրդի հետ կիսում են մտ էլ եկեղեցի են կառուցում Վեհապարներ պողանակ պատժի դրանց, ասել եմ եկեք պետության համը տեսեք ստե։ Մի հատ էլ մետումա եկեղեցին օծում է։ Ով է տեսել վեհապարը եկեղեցի օծի։ Հələ մի հատ էս մեր անուշ աղբեր Վազգենը։ Բնա եկեղեցի կոծի։ Ոչ, նա հեսա ղազյատները կբացվի, ղազյատները կոծի։
որպես Կովկասի մահմեն ինքը Վրաստանում շփվել է ադրբեջանցիների հետ մահմեդականը գիտի ինչ պիտի անի։ Թե չէ թողել ենք ախպեր վեհապարը վերցե սուրը վերցենք այս ժողովրդի հետևից հիբրիդային պատերազմներ է մղում։ Լավ ասես փորձագետներ կան միջազգային եւ անվտանգային հարցերով, որոնք կանխում են այդ ամեն ինչը իրենց մեծ մտքերով։ Հասկանում եք, այսքան բան միամիտ մարդկանց կարող են խաբել թե բայ գիտեք վեհապարը այսինչ հավաքում բարձրացրեց արցախցիների Արցախի հուշարձանների գործի վեհապարը անցած 4-5 տարիներին Արցախի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի արել ոչ մի բառ չի ասել վեհապար այդ նո մտածում ես այդ Արցախի թեմը պահպանելու մասին որոշումը դա ինչ-որ ոչ վեհապարը երբ ասե Արցախում ինչ եղավ, հուշարձան կա, չկա, վեհապարը շատ պետք է նայ Պետրոս ջան, այդքան եկեղեցի վանք մնացել է, չէ, բացարձակապես ոչ մի, հիմնականում ինքն է բարձրացել արցախցիների, Արցախի, արցախահայության խնդիրներով, Սյոփա Սաֆարյանն է հիմնականում, էլի կան մարդիկ, իհարկե կան այտենց մեծ անհատականություններ կան, իրանց կենտրոնում փորձագետներ էլ կլինեն անպայման, որ այդ հարցերով զբաղվում են, շատ կան, շատ են, բայց դե վեհապարը ոչ մի անգամ հələ ինքը Հայաստան, հայ ժողովուրդ, հայ եկեղեցի տենց հարցերով չի եղել դες բան։ Պետրոս, այս մարդուն, ինձ թվում է դու սոված ես թողե, դրա համար ասա ասենց իրան, մարդը փորը չկշտացավ, ինքը չի կարա բան անի, ճիշտ է, ոչ թե այս հարցազրույցից հետո իրան ընթրիքի հրավիրելներ, այլ ճիշտ հակառակը, եթերից առաջ մատ ասեր, ոչ թե ընթրիք կլներ, այլ ասեր Սյոփա ջան, ղազախական ցորենով մեր բուֆետում բան են սարքել, հատուկ իմ համար, մենակ իմ համար, լանչ են սարքել, արի միասին կճաշենք, կգնանք հարցը, այդ է դու այդ արածելնեիր, այսօր այս տղեն լրիվ ուրիշ բաների մասին կխոսեր։ Չու Մարաթուրը այդ հրապարակումներին երբեք չի արձագանքում։ Իսկ որ հրապարակումներին արձագանքում։ Երբ ասում են, որ հեղաշրջում, երբ ասում են, որ ժողովրդավարությունը սխալ բան է եւ վատ բան է, էլի դեն չեն յետարաններ, այո։ Այ խաղաղություն եւ եվրոինտեգրում միանգամից։ Դա եմ ասում, նարատիվները, որոնք նրանք հետևողականորեն որոշ հոգեվորականներ հետևողականորեն փոխանցում են եւ դրա համար նաեւ ապարգևատրվում են Կրեմլից։ Նա ինչ նկատի ունի Պետրոս։ Դե մենք ով ասենք իր խելքին չենք, հասկանում ենք, չէ՞ ինչ ասում։ Կրեմլից ապարգևատրումները, նարատիվները, որ բան նկատի ունի Եզրած Սրբազանի սա Մոսկվայում եւ ողջ Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդն է։ Նրա ապարգևատրումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Սա իրանք համարում են հիբրիդ է Ռուսաստանի ներգործությունը հավաքագրել են, ուրեմն Եզրած Սրբազանը KGB-ի ագենտ ախպեր, որ ինքը ապարգևատրվում է, ուրեմն քանի որ Եզրած Սրբազանը արյունակցական կապ ունի կաթողիկոսի հետ, նրա եղբայրն է, այդ որ եղբայրներով նվիրվել են մեր եկեղեցու ծառայել են, ուրեմն նրա հետ, ուրեմն վերջ, էսի հիբրիդ, ուրեմն ասեմ իմացի Պետրոս ջան, Եզրած Սրբազանը Ռուսաստանում ապարգևատրվել է եւ ապարգևը ստացել է Ռուսաստանում նշվող պետական տոնի շրջանակներում, դա կոչվում է Դեն Նարոդնոյե Եդինստվա, այսինքն ազգային համերաշխության օր։ Այդ ազգային համերաշխության խորհուրդը Ռուսաստանում կայանում է դրանում, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է եւ այնտեղ կան տարբեր ազգություններ, տարբեր ժողովուրդներ, տարբեր հավատ եկեղեցիներ, կրոնական ուղղություններ եւ իրենց ամբողջությունը, միասնությունը նշվում են պետական մակարդակով։ Եվ այդ տոնի օրը պարգևատրում են ստացել Ռուսաստանի տարբեր կրոնական ուղղությունների, եկեղեցիների առաջնորդները։ Այդ թվում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու թեմի առաջնորդը ոչ թե միայն Եզրած Սրբազանն է, այլ բոլոր հիմնական ազդեցիկ նշանակալի հանրային կյանքում դեր ունեցող տարբեր հոգևոր գործիչներ պարգևատրվել են նրանց շարքում նաև Հայաստան, այսինքն դա ոչ թե համարում են հայ եկեղեցու դեր, ազդեցություն, գնահատում։
ուրեմն ախպեր, ընդ մի բան կա էլի, մի բան կա ախպեր, Պուտինը խի պարգևատրեց։ Ուրեմն դա հիբրիդային եւ այս եզրահանգումները անելու համար պետք է լինել ասես մի հատ մեծ մարդ, ասես Ռոմանոս II։ Արդեն բան են ասում ինքնին։ Արդեն նշանակում եմ, որ նրանք ազդեցության գործակալի գործառույթ են կատարում, որովհետև եւ այդ մտահոգություններում ամենևին Արցախի խնդիրը չի, այդ մտահոգությունների կիզակետում ամենևին Արցախցու վերադարձի իրավունքի խնդիրները չեն։ Պետրոս, օրինակ ինչ ես կարծում, որ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահի կողմից պարգևատրվեց իրանց ամենաբարձր պետական պարգև, հերոսացվեց էլի։ Ոսկե արծիվ շքանշանով, չէ՞ Ղարաբաղի ոսկե արծիվ, չէ Ղարաբաղի ոսկե արծիվ, նրանք Արցախի հերոսներն էին տալի։ Ղազախստանի թյուրքական պետության կողմից պարգևատրվել է ոսկե արծիվ շքանշանով մի պարգև, որից ստացել է նաև Իլհամ Ալիևը։ Օրինակ ինչ ես կարծում։ Կարող է դա հանկարծ դրանից է, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է թյուրքական պետությունների գործակալ։ Մտքովդ չանցնի հանկարծ, նա հայրենասեր մարդ է, նա չես տենում սրտիկները ամեն օր բանանում ասում է ձեզ սիրում եմ բոլորիդ, ոնց է դες բան մտքովդ անցնում։ Դա պարզապես առաջադրանք է խոչընդոտել Հայաստանի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, խոչընդոտել Հայաստանի շարժումը դեպի եվրոպական ինտեգրման ճանապարհով, խոչընդոտել Հայաստան-Ամերիկա համագործակցության խորացմանը, սա է նպատակը, որովհետև ես ինչ եք կարծում, Սամվել Կարապետյանի եղբորորդու կողմից հիմնված շարժման նարատիվները նայել եք, բացարձակապես նույնն են, ինչ ըստ որում բավականին զգուշավոր են, ասենք մեր ձևով շարժումը ինքը հստակ չի արտահայտվում եվրոպականացման դեմ, բայց ինքը օրակարգ է բերում խնդիրներ, որոնք ապագայում, ասված մի արածի իշխանության տնօրինման դեպքում ստեղծելու են նույնպիսի ճգնաժամային հարաբերություններ Հայաստանի եւ Արևմուտքի միջեւ, ինչպեսին ստեղծել են Բիզինա Իվանիշվիլու ուրեմն վրացական երազանքը։ Դե մեզ ինչ հանճարեղ մարդ է Պետրոս։ Դե մեզ ինչ era բաց, օրինակ դու գլխին գել էիր։ Դու գլխին գել էիր, որ մեր ձևով շարժումը պրյամո չի ասում, բայց sense մի հատ այնպես բաներ են անում, որ ժամանակի ընթացքում գալու է հասնի մի հատ նոր իրավիճակ, գլխին գել էիր, ուտում նստում ես, արա սաղորը։ Նա ոչ էր ասում մենք չենք գալի Եվրոպա։ Նրանք այստեղ կատարում են քայլեր, Եվրոպան դադարեցնում է ինտեգրումը, Միացյալ Նահանգները սառեցնում է Վրաստանի հետ ստորագրված ռազմավարական համագործակցության ուրեմն հռչակագիրը, հա, եւ վերջում Իվանիշվիլու կառավարությունը ասում է դե հո մենք չենք ճանապարհը փակու, այ տեսեք, նրանք ուղղակի ուզում են Վրաստանը վասալացնեն։ Ուրեմն Ռումինիայում, Մոլդովայում, Հայաստանում նույն նարատիվն է գնում, որ երկիրը հանձնվում է օտար երկրի ուղիղ կառավարման։ Բոլոր տեղերում Ռումինիայում, կրկնում եմ, բոլոր տեղերում նույն նարատիվն է։ Եվրոպականացումը նույնացվում է ինչ որ մեկ այլ կենտրոնի, նու պարզա չէ որ մեր դեպքում Թուրքիայի։ Հա, Ռումինիայում չեն կարող ասեն մեզ դնում են Թուրքիայի ուղիղ կառավարման ներքո, այնտեղ ասում են Բրյուսելի։ Այնտեղ ասում են Բրյուսելի, մենք վասալը չենք, մենք Բրյուսելի ստրուկը չենք, մենք անկախ պետություն ենք։ Այդ նույն նարատիվները զարգացրել են Հունգարիայում, այդ նույն նարատիվները զարգացրել են Սլովակիայում, այդ նույն նարատիվները փորձում էին զարգացնել նաև Մոլդովայում։ Ստե տենց չի Պետրոս, դե մենք շատ սուվերեն երկիր ենք, ինքնիշխան։ Օրինակ, այդ ոչինչ է, որ ասենք թե մի օրում Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանները հանդիպում են վարչապետի հետ, ազգային ժողովի նախագահի հետ, հանրապետության նախագահի հետ ու նրանք Եվրամիության դեսպանների մակարդակ են հասցրել, իսկ պետությունների ղեկավար զեկուցում են, թե իրանք ինչ քաղաքականություն են վարում, ում հետ են հանդիպում, ինչ են անում։ Դրանից հետո մեկ է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանների հետ հանդիպել է Արդարադատության նախարարը դեսպաններին տեղեկացրել է արդարադատության նախարարության կողմից վարվող քաղաքականություն։ Չէ՞ դի ասենք խո չի զեկուցում Պետրոս ինքը ինքնիշխան նախարարը
ծանր աշխատանք անում, որ մի $200,000-անոց տուն ունենա ավտոբանես, հա, ու նաև այտենց զեկուցելը որն է, այտենց ասում է, հետո ասենք նույնը մարդու իրավունքների պաշտպանը, նույնը մյուս պաշտոնյաները, հա, որովհետև եթե Եվրոպական միությանն ես դու զեկուցում, եթե ասենք քո արդարադատության նախարարը, որը մինչև այդ գլխավոր դատախազ էր, նախարար դառնալուց հետո դատախազ աշխատելու համար գնում է պետքարտուղարի կողմից ԱՄՆ մեդալ է ստանում, դա հիբրիդային պատերազմ չի, դա խրախուսանք է։ Իսկ եթե հայաստանյան առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդը մյուս հոգևորականների հետ միասին նույն օրը Ռուսաստանի նախագահից դա գործակալական է։ Դա գործակալական։ Սրբույնը գործակալական չի։ Սրբույնը ինքնիշխանն է։ Էնի գործակալ։ Էդի կոչվում է հիբրիդային։ Հիմա դու հասկացար հիբրիդային պատերազմը, որն է Պետրոս, դա էր ուզում իմանալ մարդ։ Ո ասում կոնկրետ, հիմա ես ամփոփ եմ ասեմ, կոնկրետ օրինակով, այս ինչ որ դուք հիմա հմեկում անում էիք, դա հիբրիդային պատերազմ է։ Բարձր, կոնկրետ օրինակով։ Էս էլ քեզ մի հատ օրինակ։ Հիբրիդային պատերազմ, որ արտասահմանյան կազմակերպություններից ֆինանսավորվող առանձին անհատներ, որոնք ոչ մի պատասխանատվություն չունեն, ոչ հասարակության մեջ հեղինակություն ունեն, ոչ պատասխանատվություն են, ոչ ընտրված են, որևէ բան չկա։ Նրանք կոնկրետ կազմակերպություններից առանց հրապարակայնություն, իրանք իհարկե խոսում են դեմոկրատիայից, մասնակցությունից, հրապարակայնություն, հենց գնաց հարցեցել, հենց հարցում արա, ասա Ստյոպա ջան, վերջի 2 տարվա հաշվետվությունը ֆինանսական կայքում չկա, 0, ինֆորմատիվ իրանք կայքն է, հաշվետվությունների բաժինը, դատարկ է։ Ինքը հաշվետվություն չի տալի, բայց ասիկ կարա պահանջի, որպեսզի ուրիշները հաշվետվություն տան իրանք ֆինանսական գործունեության մասին։ Այս էս գտնում են առանձին անհատների կազմակերպությունների, մեկի անունը դնում են լրատվամիջոց, մեկի անունը դնում են ՀԿ, մեկի անունը դնում են ինստիտուտ, մեկի անունը դնում են կուսակցություն, մեկի անունը դնում են զիբիլ, մեկի անունը դնում են ուրիշ զիբիլ։ Դրանց միջոցով ազդեցություն են ձևավորում հասարակական կարծիքի վրա, գալի հասնում են մինչև պետական իշխանության մարմիններ, հետո այդ իրանց աշխատողները գնում են պաշտոնների են նշանակվում տարբեր պետական մարմիններում, գալի հասնում են հմեկ, վերցնում են ու մեր հասարակությանը պահում են այս վիճակում, իսկ դրա հետևանքներն էլ են, որ այսօր Արցախը չկա, որ այսօր դրա մասին այլևս խոսացող չկա, որ արդեն Տավուշն էլ չկա, որ արդեն Մեղրին էլ չկա, հեսա մեկն էլ չինելու, երկին էլ չինելու, իսկ դրա շահառունովա այն ամեն ինչի տերը տիրականները, ասում 5 լիտր սայլեր կա, 5 լիտր սայլեր կա զրան, ով է տալու, այ Պետրոս ջան, ով դու լես կտաս, հələ մատ դու 5 լիտր դու ելես 5 լիտր սայլեր կա, կտաս։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանն էր, կհանդիպենք ցտեսություն։ Ոչ։ Մեր հյուրը այդ ասացից հետ միասին նաև Ռոմանոս II-ն էր։